Ինչպես տեսնում եք, ոստիկանները փորձում են դիրքավորվել այստեղ, ամեն դեպքում հոգևորականները շարունակում են պաշտպանել Վեհարյանի դարպասները, թե ինչ որոշում կկայացվի դեռևս հստակ չի։ Հարվածն ու թեմի հարգելի հետևողներ, ես նշեմ, որ ներքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել, նշելով ոստիկանությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախատեսված հավաքի ընթացքում իրականացնելու է օրենքով սահմանված իր գործառույթները, պահպանելով հասարակական կարգը եւ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Նախորդին հիշեցնեմ, Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին այսպես կոչված ժողովրդին դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ավելի ուշ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի եւ տեղի կունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նույն օրը։ Ներքին գործերի նախարարության փոխանցման Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո իբրև թե սոցցանցերում եւ հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ եւ իրավիճակը թեժացնող գրառումներ եւ նախարարությունը հենց այս պատճառով է հորդորում զերծ մնալ հակաիրավական, այսպես կոչված սադրիչ գործողությունների, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ամեն դեպքում թե ինչ սադրիչ գրառումներ նկատի ունեն ներքին գործերի նախարարությունից դեռևս հստակ չէ, 3 լրատվամիջոցները եւ համացանցում տեսել են քաղաքացիները տարածում էին միայն Մայրաթորին աջակցելու կոչեր, լինել Մայրաթորի կողքին եւ թույլ չտալ, որ Մայրաթորը հերթական ասպատակությանը ենթարկվի։ Ինչպես տեսնում եք, ոստիկանական ուժերը շարունակում են այստեղ կուտակվել